Քամին օր գելներ կրիշին շիֆերներ կլսվեր մեր վրեն, մեքենայի վրեն։ Ավտոների վրա։ Հա։ Երեխեքին վախեն ենք սենք տանիք տուն հանգար շիֆր չկոդրին գնի։ Անձրավլի կիկեր կկատիր, դաժե երգրորդ հարգիս կատած է երորդից, իջա առաջին հարգիմ տուն։ Իրեն շենքի տանիքի վիճակն է նկարագրում Սասունիկ գյուղի բնակիչ Տիկին Սոֆիկը։ 1975-ից այստեղ է բնակվում։ Տեսել է, թե ոնց է կամաց տանիքը քայքայվում ու այդ վիճակին հասնում։ 168 բնակարան, այժմ կողք կողքի եռահարկ 6 շենքերի տանիքներն ամբողջությամբ հեռացված են, բետոնապատված, սպասում են չորանը, որպեսզի տանիքը տեղադրեն։ Աշխատանքները փորձում ենք հնարավորինս արագ տեմպով կատարել, որպեսզի հասցնենք մինչև եղանակների վատացումը ունենանք արդեն ավարտում տեսք։ Սակայն բնակիչներն անհանգստացած են, իսկ եթե աշխատանքների ընթացքում անձրևներ լինեն, կարող է բանել անձրև գցի։ իրենց մտահոգությունները համայնքապետարանի ներկայացուցչին հայտնեցին։ Պատասխանը հետևյալն էր։ Նախագծով նախագծանախաշվային փաստաթղթերով նախատեսված են, որ շինարարը իր աշխատանքի ընթացքում պետք է պատրաստ լինի նման արտարոց դեպքերին եւ տանիքները ծածկելու, որպեսզի բնակիչները չունենան տանիքից կաթուցների եւ այլ նմանատիպ խնդիրներ։ Վահանյանը նաև մանրամասնում է, տանիքները տարբեր կազմակերպություններ են նորոգում, որպեսզի ամեն ինչ կախված չլինի միայն մեկ շինարարից ու ժամկետի խախտում չլինի։ Սասունիկում կա 12 շենք, 6-ի տանիքը փոխվել է մինչև խոշորացումը 2021-ից առաջ։ Այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մենք հիմնանորոգենք այս 6 տանիքներն եւ կհամարենք, որ Սասունիկ բնակավայրում տանիքների հարցում մենք այլևս խնդիրներ չունենք։ Շենքերի բակն էլ ընդամենը մի քանի ամիս առաջ դեռ այս տեսքը չուներ։ Զիբիլանոչերը մի բարեկարգվող, սարքվող, սիրուն շնորհքով։ Տարածքում անասնագոմեր են եղել, բնակիչներն են պատմում, դրանց մաքրումն ու բարեկարգումն արդեն համայնքային ծրագիր է, որն իրականացվել է ասֆալտապատմանը զուգահեռ, որպեսզի բակի տեսքն ավարտուն լինի։ Սուբվենցիոն այս ծրագրով եւս 7 շենքի տանիք է նորոգվում համայնքի այլ բնակավայրերում։ Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։